Եթե մարդիկ ինձ չընտրեն, ապա կլինի պատերազմ ծանր հետևանքներով։ Այսպիսի հետևություն կարելի անել լսելով Փաշինյանի խոսքը երեք լրագրողների հարցերին պատասխանելիս։ Նայեք սա, շարունակեմ միտքը։ Բոլոր ուժերը ըստ էության հանդես են գալիս խաղաղության ռևիզիայի դիրքերից, ինչը այդ փաստի բերումով նշանակում է անխուսափելի պատերազմ, անխուսափելի։ Ընդ որում ընտրություններից շատ չանցած, մաքսիմալ աշնանը, ես վերլուծում եմ, չէ՞, տեքստերը ինչ են ասում։ Այդ բոլոր ուժերը, եթե անհրաժեշտ է անուններն էլ կտա, հստակ, մի մասը ենթադրում եմ չի էլ հասկանում ինչ ասում, բայց իրենք պատրաստում են նոր սեպտեմբերյան պատերազմ ծանր հետևանքներով։ Եվ այսպես, ինչպես տեսնում եք, Փաշինյանը անցել է մարդկանց, կարելի ասել, շանտաժի, վախեցնելու, որ եթե մենք իշխանություն չլինենք եւ այդ ընդդիմությունը լինի, որոնց ինքը միասնաբար կոչվում է պատերազմի կուսակցություն բոլոր ընդդիմախոսներին, ապա կլինի պատերազմ եւ մեծ կորուստներով։ Նախ պետք է ասեմ, որ ովքեր որ այն ղեկավարները սեփական ժողովրդին պատերազմով են վախեցնում, կնշանակի նրանք գործակցում են թշնամու հետ։ Ինչու՞։ Պարզ տրամաբանությամբ, որովհետև եթե նույնիսկ իր ասածը ճիշտ է եւ միայն իր իշխանության լինելու դեպքում պատերազմ չի լինի, ապա կնշանակի եւ դա նշանակում է, որ նա գործակցում է թշնամու հետ։ Իսկ այդ գործակցությունը սովորաբար գին է ունենում, եւ որն է այդ գինը, մենք գիտենք, տեսել ենք եւ ելի ենք տեսնելու, դա մեր շահերի, հայկական շահերի շարունակական զիջողականությունն է։ Բայց սա ամենը չէ, ինչ ուզում էի ասել։ Իրականում նրա այս խոսույցները, նրա այս մարտավարությունը ընտրություններից առաջ նորություն չէ, եւ քանի որ ես անընդհատ ասում եմ, որ նրա քաղաքական խորհրդատուները արտաքին ուժերից են ծագում, ապա մենք ես տեսնում եմ, որ դա շատ համընկնում է Տրամպի ընտրություններից առաջ խոսույթներին։ Տրամպը 2024 թվականի հուլիսի 26-ին, երբ հանդիպում էր Նետանյահուի հետ, այսինքն Իսրայելի վարչապետի հետ, ճաշից առաջ լրագրողները նրան հարցեր են ուղղում եւ այդ հարցերից մեկի պատասխանի ժամանակ Տրամպը բառացի ասում է. Հիմա կմիացնեմ կլսեք. Եթե մենք չընտրվենք, մենք չհաղթենք ընտրություններում, ես չհաղթեմ, ապա միջին արևելքում կլինի պատերազմ, որը կարող է հանգեցնել երրորդ համաշխարհայինի։ Եվ եթե ես եմ ընտրվում, այդ հարցերը արագ կլուծվեն։ If we win, it'll be very simple. It's all going to work out and very quickly. If we don't, you're going to end up with major wars in the Middle East and maybe a third world war. You are closer to a third world war right now than at any time since the Second World War. You've never been so close because we have incompetent people running our country. Thank you very much, everybody. Հիմա մենք տեսնում ենք, ով սկսեց պատերազմը, միջին արևելքը, ասեմ, ներառում է այն տարածաշրջանը, որտեղ հիմա պատերազմ է, Իրանն էլ մեջ է եւ նրանք հարձակվել են Իրանի վրա, ռմբակոծում են, գիտենք արդեն էներգակիրների գներն են բարձրացել, գիտենք արդեն քանի երկիր է տուժել այդ պատերազմից եւ պատերազմը դեռ շարունակվում է։ Այսինքն այն մարդը, որը ասում էր 2 տարի առաջ Տրամպը, որ եթե ինձ ընտրեք պատերազմ չի լինի միջին արևելքում, ինքն էլ սկսեց պատերազմը։ Այո, դա այդպես է աշխատում։ Այն մարդիկ, ովքեր երաշխավորում են, որ պատերազմ չի լինի, իրենք էլ հենց սկսում են պատերազմները եւ իրենց խոսույթով, եւ իրենց քաղաքական վարկագծով։ Սա է ճշմարտությունը։ Լավ եղեք, լավ օր բոլորիդ։